Կոռուպցիոն դատարանը նախագահության դրամանի Քարտուղարության Մաթևոսյանի 2025 թվականի դեկտեմբերի 17-ին դրոնված նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 0193-0225 գործիքնությունը նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Հարգելի դատարան, նախնական դատական նիստին ներկայացել է Հայցի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանող Արոն Շահոշանյանը, ներկայացուցիչ Հապետ Մարտիրոսյանը և ներկայացել է իրավաբաններ լրատվականի դատակից Վահրամ Մանուչարյանը իրականացնել սույն դատական նիստի տեսանկարահանը։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Մանուչարյանի անվանակարտը ներկայացվել է, ստուգվեց, վերադարձվում է։ Լրատվամիջոցի միջնորդությունն է քննարկվում, Տիկին Հարությունյան, տալիս եք ձեր համաձայնությունը Դատարանը միջնորդությունը բավարարում է, թույլատրում է դատական նիստի տեսանկարահանը։ Հարգելի ներկայացուցիչներ, նախորդ դատական նիստով գործիքնության հետաձգման պատճառները հաշվի առնելով դատարանը պարզի հացվորը ներկայացված ապացույցների առնչությամբ պատասխանողի կողմից ներկայացված ձեր միջնորդությամբ պահանջված ապացույցների հետ կապված միջնորդություն ունի, թե ոչ, որտեղ նախորդ դատական նիստում նման միտք հնչեց, որ դրա համար անհրաժեշտ է։ Հարգելի դատարան, այդ ապացույցները մենք ներկայացրեցինք յուրօրինակ ապացույց, որը դատարանի կողմից ընդունվեց եւ բազմաթիվ ժամկետը վերականգնվեց այդ ապացույցի մասով, խոսքը սահմանահատումների պատմության մասին է, որովհետեւ ի սկզբանե դատախազությունը բանջարի ներկայացնել 2017 թվականին հանձնած եւ վերադարձած փոխհարուցումների վերաբերյալ արկա փաստաթղթերը պատասխանող կողմը դրանք ներկայացրել է եւ այդ փաստաթղթերի իսկության ստուգման նպատակով պատասխանողի սահմանահատումների պատմություններ վերանել, որից որ բաց է դարձել, որ փոխհարուցության առնվազն մեկ դեպքով եւ նշվում է, որ այդ ամսաթվին է տրամադրվել, վերջինս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է գտնվել։ Եվ այդ լրացիչ ապացույցը երբ ներկայացվեց, արդեն պատասխանող կողմը նշեց, որ այն ուսումնասիրի եւ դրա հետ կապված հաջորդ դատական նիստի լրացիչ դիրքորոշում կներկայացնի։ Ինչ վերաբերում է միջնորդությանը, ապա հարգելի դատարան, նշեմ, որ դատախազությունը վիճարկում է նշված փաստաթղթերի իսկությունը, այսինքն խոսքը 2017 թվականի վերաբերելի փոխհարուցումների տրամադրման եւ վերադարձման մուտքի ելքի օրդերներն են, այսինքն իրական ամբողջ փաթեթը, որովհետեւ պատասխանողը 2014 թվականից այդ չեկերը ներկայացրել է եւ երկրորդ առումով վիճարկում են իսկությունը Արշավշանյանի եւ Ղարիշարյանների միջև ունեցած փոխհարուցության պայմանագրի։ Երկու դեպքում էլ վերջինս նշել է, որ բնօրինակներն է տրամադրել դատարանի։ Այդ երկու ապացույցների մասով է եւ ես դատարանի դատավարության հանրակարգի ժամկետ տրամադրել կողմին, քանի որ եթե իսկություն եք վիճարկում, որոշակի լրացիչ ապացույցներ տրամադրելու համար կողմի որոշակի ժամկետ է տրամադրվում եւ արդյունստայել դատախազությունը ուսումնասիրի, եթե լրացիչ ապացույցներ ներկայացվեն պատասխանողի կողմից եւ ըստ այդմ արդեն հետագա միջնորդության հանդես կգանք։ Այս բանի իսկությունն է վիճարկում։ Իսկությունը փոխհարուցության տրամադրման եւ վերադարձման այն մուտքի ելքի օրդերների մասով եւ փոխհարուցության պայմանագրի, որը ներկայացվել է 2016 թվականի վերաբերյալ։ Նշվել է, որ Գայք Ղարիշարյանի եւ Արշավշանյանի միջև մտել է փոխհարուցության պայմանագիր։ Իսկությունը ինչի կոնկրետական հիմքեր։ Առաջին հիմքը ասեմ հարգելի դատարան, այդ փոխհարուցումների մասով ինչու է կասկած առաջին դատախազության մոտ, որովհետեւ ինչպես նշեցի սահմանահատումների պատմության ուսումնասիրության արդյունքում տեսնում եք, որ Արշավշանյանը առնվազն մեկ փոխհարուցության տրամադրման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է գտնվել։ Այդ չեկերն անհրաժեշտ է, որպեսզի պարզեին պաշտպանվելուց առաջ թե հետո է տրամադրվել փոխհարուցությունը, որովհետեւ որոշակի ամիսների խնդիր կար, վերջինս հոկտեմբեր ամսին է նշանակվել Գորիսի համայնքի ընտրվել Գորիսի համայնքի ղեկավար։ Դա առաջին մասով, իսկ ինչ վերաբերում է փոխհարուցության պայմանագրին, ապա այս մասով էլ նշեմ, որ երկար ժամանակ այդ նաև դիրքորոշում ներկայացնելիս եւ հետագայում նաև դատական նիստերի ընթացքում դատախազությունը պահանջել է ներկայացնել այդ պայմանագրի բնօրինակը, բայց պատասխանողը նշում է, որ չկա, չի հայտնաբերվել եւ այլն, բայց ի վերջո արդեն ապացույցների փուլում վերջինս ներկայացրել պայմանագրի եւ նշեց, որ դա 2016 թվականին է եղել եւ բնօրինակ հաստատվել։ Դա ձեր կողմից նշված ժամկետում է ներկայացրել պատասխանողը։ Այսինքն վիճարկվում են բոլոր ներկայացված ապացույցների իսկությունը։ Ոչ բոլոր, հարգելի դատարան, պայմանագրի, որ ժամկետում է ներկայացվել եւ երկրորդ բոլոր նկատի ունեն պայմանագիր եւ անդորրագ մուտքի ելքի օրդեր։ Այո,
նախատեսված ժամկետից հետո է ներկայացել դատախազության միջնորդության հիման վրա, որովհետև ներկայացրել էին ապացույց պահանջելու միջնորդություն, որի հիման վրա պատասխանողը ներկայացրել է այդ չեկերը։ Դատարանի համար պարզ չէ իսկությունը վիճարկելու հիմքը, որովհետև դուք որպես դատարանի հարցադրմանի պատասխան նշում եք, որ դրանք ներկայացրեցիք դատավարական, նախապատմության հատվածը, թե երբ են ներկայացվել, ինչ պայմաններում, հիմա կոնկրետ իսկությունը վիճարկելու հիմքն է դատարան հետաքրքիր։ Միայն այդ հիմքով, որ դատարանի պահանջով է ձեր ապացույց պահանջելու միջնորդության արդյունքում Փոխադրության պայմանագրի մասով այն հիմքով, որ ի սկզբանե երկար ժամանակահատվածում չէր տրամադրվում պայմանագիրը, դա 2016 թվականի պայմանագրի մասին է նշում Արգելի դատարան։ Ինչ վերաբերում է երգի մուտքի օրդերներին, ապա ոչ միայն այդ հիմքը չէ, որ ապացույց պահանջելու հիմքով, այլև որ փոխադրության տրամադրման առնվազն 1 դրամով տեսնում եք, որ Արամ Շահչյանյանը Հայաստանի Հանրապետություն չի դիմվել, բայց այդ փաստաթղթի վրա առկա է վերջինիս ստորագրությունը եւ այն, որ այդ ամսաթվի 13/01-ի վերջինիս տրամադրում է փոխադրությունը այդ հիմքով։ 13/01 Այո, 2025 թվականին եւ միջնորդության մեջ եւ ներկայացվել է լրացիչ ապացույցը, որը դատարանի կողմից ընդունվել է սահմանափակումների պատմության, այդ փաստը մանրամասն նկարագրված է Արգելի դատարան 05/11/2025 թվականի միջնորդության մեջ։ Լավ, եւ ձեր գրավոր ապացույց թույլատրելու դուք միջնորդություն կար, որի դատավարական ապացույց ներկայացնում դատավարական ժամկետի բացթողում հարգելի համարվեց, միջնորդությունը պնդում եք, գրավոր ապացույցը թույլատրել դա սահմանահատումների պատմության քաղվածքն է։ Այո, Արգելի դատարան, որը քաղաքացիական այդպակով հրասամաններից դուրս գտնվել է։ Լավ, հասկանալի է։ Նախ պատասխանողի դիրքորոշումը, առաջինը սկսենք գրավոր ապացույցից, որ ներկայացվեց ու դրա համար ժամանակ խնդրեցիք, որպեսզի դիրքորոշում ունենք։ Գրավոր ապացույցի հետ կապված ներկայացնելու սահմանափակումների պատմության գործին գծել վերաբերյալ առողջությունը, բայց առողջությունը ընդհանուր միջնորդության բովանդակության հետ ներկայացված հանգամանքների հետ եւ եւս ներկայացված միջնորդության գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ եւս կողմից միջնորդությունը ներկայացում, բայց միջև միջնորդության մասները ցանկանում անդրադառնալ նախ եւ առաջ Գագիկ Աբուշանյանի եւ Վահան Շահուշյանի միջև ներկայացված փոխհատուցության պայմանագրին մեր կողմից տրամադրման հանգամանքի, որ այսօր կողմից մատնանշվեց, մենք ժամանակի տրամադրել ենք, նախ տրամադրվել է ի սկզբանե փոխհատուցության պայմանագրի պատճենը, որը այսօր կողմը գտավ, որ դա բավարար չի, որ պատճենով մենք որոշենք։ Դրանից հետո մենք բազմաթիվ պատճառաբանություններ վերեցինք ու հիմնավորեցինք, որ այս փոխհատուցության պայմանագրի ներկայումս գտնվող Գորիս համայնքում եւ այս փոխհատուցության պայմանագրի ներկայացումը ինչի համար է կնքվել, որ եւ որտու միջև եւ դրանից հետո հայտնաբերել ժամանակի վերել ներկայացնել, որ նախատեսել բնորոշ փաստաթղթեր կարող եք եկալ փոխհատուցում որոշել յուրաքանչյուր պատմություն կարող եք կատարել, տեսեք ժամանակին կնքված է, թե ժամանակին կնքված չէ, եթե մենք որևէ փաստաթուղթ ներկայացնում ենք, դրա նաեւ հիմնավորումները դրա պատասխանով կարողանում ենք տալ։ Սա այս մասով, իսկ անդրադառնալով մնացած փոխհատուցության պայմանագրերին, որ մեր կողմից ներկայացվել է օրդերները, ներկայումս ես հիմա միջնորդություն ներկայացնում նաև այդ հանգամանքին անդրադառնալ, միջնորդությունս վերաբերում է գրավոր ապացույցի թույլատրելուն, ներածական մասին չանդրադառնամ, ստեղ միջնորդության մեջ շրջանում են կատարել քաղաքացիական դատավորության 75-րդ հոդվածի 63-րդ հոդվածի համապատասխան մասին։ Միջնորդությունը գրավոր եք ներկայացնում։ Գրավոր է ներկայացնել։ Օրինակները կարող եք։ Օրինակները Կարող եք տրամադրել հետո հրապարակել։ Սա ձեզ այսօրին Արգելի դատարան վերջում նաև ներկայացնել համապատասխան գրավոր ապացույցը միջնորդության ներկայացուցիչից հետո։ Այստեղ միջնորդության, ինչպես իմ կողմից նշվեց, ողում է կատարվել քաղաքացիական դատավորության օրենսգրքի 75-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին եւ հիմնական բովանդակային մասին անդրադառնալ։ Նախ անդրադառնալով այսօրի կողմից բարձրացված այն հարցին, այսինքն նախորդ դատականիստի միջնորդության ներկայացուցիչը, որ հայտարարների համադրության արդյունքում բացվել է պաշտոնի ստանձնելու օրվա ընկերության չմարված փոխհատուցումը կազմում 76,860,000 դրամ, իսկ 26/04/2018 թվականին ներկայացված եւ 2018 թվականի գույքի եկամուտի հետ փոխկապակցված առանց վերաբերյալ բարեկամ հայտարարում պատասխանողը դրասել է, որ 2018 թվականի վերջի դրության փոխհատուցության գումարը կազմել է 277,525,000 դրամ, արկ է նշել, որ
14.09.2017 թվականին պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ դրացված հայտարարելով պատասխանող է նշելով 86.860.000 դրամ, նկատի ունեցել տվյալ տարվա, այսինքն 2017 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը հանձնած փոխհարուցումը։ Իսկ արդեն 26.04.2018 թվականին երբ գրանցել է տարեկան հայտարարի, պատասխանը նշել է այն ամբողջ գումարը, որը երբևէ տվել է որպես փոխհարուցում։ Այսինքն, եթե դատարանի կողմից այսօրի կողմից ուսումնասիրում մեր կողմից ներկայացված օրդերները, այսինքն 10-14 թվականից ներկայացել, որովհետև 14 թվականից արտացոլում այդ ամբողջ պատմությունը փոխհարուցան պայմանագրի եւ ցույցատալիս թե ամեն տարվա սկզբին, ամեն տարվա վերջին ինչքան գումարակայացել, ինչքան ամառվել, ինչքան չի բավվել։ Մեր կողմից Անուշ Արուշանյանի կողմից նշված պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 86.860.000 վերաբերյալ զուտ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 14.09.2017 թվականի դրված փոխհարուցումը։ Դա հաստատվում է ևս նույն օրդերներով, որը մեր կողմից ներկայացվել է։ Զարում է կայանում ամբողջ անապատասխանությունը ներկայացված օրդերների ուսումնասիրման պայմանում հաստատին կողմից նշված բոլոր հանգամանքները, դրանով պայմանավորական անապատասխանություն հանդիսանում ապօրինի եկամուտ չի բխում մեր կողմից ներկայացված փաստերից։ Բացի այդ, անդրադառնալով այսօրի պնդման առայլ, որ բացվել է պատասխանող 22.12.2013-ից 15.01.2014 թվականին գտնվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մինչդեռ փոխհարուցման տրամադրման վերաբերյալ դրամարկային մուտքի օրդերը թվակնված է 13.01.2014 թվականում, որպեսզի պայմանը նշված օրդերները ամբողջ օրդերները, չգիտեմ ինչու մեկ օրդերով պայմանավորված մնացած օրդերները անարժանանալ, հարկ է արձանագրել, որ տրամադրված բազմաթիվ օրդերների ուսումնասիրությամբ այսօրի կողմից արձանագրել թվում է մեկ անապատասխանություն, որը եղել է զուտ տեխնիկական վրիպակ։ Ավելի հարկ է նշել նաև, որ տվյալ մուտքի օրդերները վերաբերում են ընկերության ներքին շրջանառությանը եւ որևէ տրամադրություն չկա ընկերության հիմնադրի կողմից տրամադրել ընկերության փոխհարուցում եւ նշել այնպիսի ամսաթիվ, որը իրականությանը չի համապատասխանում։ Այս փոխհարուցումը տրամադրվել է 2014 թվականին, որ այն ժամանակ Անուշ Արուշանյանը ոչ քաղաքականությամբ է զբաղվում, ոչ համայնքի ղեկավարի ինչ-որ հավակնություն ուներ, ոչ պաշտոն ստանձնել հավակնություն ուներ։ Այսինքն ընկերության հիմնադրի կողմից նպատակը ո՞րն է իր ընկերությանը գումար տալ եւ ամսաթիվը կերծել կամ սխալ ամսաթիվ գրել։ Սա զուտ տեխնիկական վրիպակ է եղել, որը մեր կողմից ներկայումս կհաստատվի։ Ավելին, հարկ է նշել, որ 13.01.2014 թվականին մուտքագրված գումարների վերաբերյալ 31.01.2014 թվականին կազմվել է հաշվետվություն, սա այս փաստաթուղթն է, ևս բնօրինակ փաստաթուղթ է։ Առաջին տրված գումարների մասին, որտեղ մանրամասն նշված է, թե 13.01.2014 թվականին մուտքագրված գումարները ինչ նպատակով են ծախսվել։ Այստեղ մանրամասն շարադրված են հանգամանքները, հաշվետվություն անանում ենք առաջին տրված գումարների մասին, կազմված 31.01.2014 թվական, ապրանքների ձեռքբերման վերաբերյալ նշում կա, որ սա վերաբերում է 13.01.2014 թվականին 2.800.000 դրամի եւ դրանից հետո մանրամասն թվարկված է, թե այդ 2.800.000 դրամով ինչ գույքեր են ձեռք բերել, այսինքն ձեռք են մեղ, ձեռնոց մոխրագույն, բարգավաճ դիրք եւ նման պարագաներ։ Այսինքն զուտ այս 13.01.2014 թվականով պայմանավորել եւ ասել, որ այս մնացած ամսաթվով պայմանավորել եւ ասել կերպ է, որը տրամադրության մեջ չի մտնում, քանի որ սա ընկերության ներքին փաստաթղթաշրջանառությանն է վերաբերում, այսինքն հիմնադրի կողմից տրամադրություն չկա իր ընկերությանը փող տալ եւ ամսաթիվ կերծել, այսինքն 15-ին տալու դեր 15-ին կտար։ Սա զուտ տեխնիկական վրիպակ է եղել, որ չգիտենք ինչպես է, բայց մնացած բոլոր փոխհարուցումները տրամադրված եւ մուտքեր տրամադրվել են բնօրինակ փաստաթղթեր, դրա վարամությունը, դրա փորձագետները հանգիստ կարողացան թե երբ այդ փաստաթղթերը կազմվել, առնվազն 3 եւ ավելի տարի առաջ, թե նոր է կազմվել։ Բոլոր փաստաթղթերը օրիգինալ տեսքով ներկայացվել են դատարանին, որը կսվել է գործի։ Նման պայմանների երբ արկային այսքան բազմաթիվ ապացույցներ հավաստելու, որ Անուշ Արուշանյանի բոլոր գումարները դրանց հիմնաբար կատարված փոխհարուցումները ունեն օրինական ծաղկում եւ երբեք նպատակ չի եղել ծավալուց բերել գործունեություն, այսօրի պնդումը, որ ներկայացված փաստաթղթերը անարժանավատն չեն բխում գործի քննության ընթացքում մեր կողմից ներկայացված ապաստույցների ծավալից։ Երկրորդ վերոգրաններից եւ առաջնորդելով քաղաքացիական դատավարության ոսկի անպատասխանող պատասխանելով դատարանի խնդրում վերականգնել ապացույց ներկայացման համար բացառված դատավարական ժամկետը եւ 31.01.2014 թվականի հաշվետվության համար մեկ չարաշել գրավոր ապացույց եւ գծել գործի նյութերը։
Հարգելի դատան, ես մենք անդաման թրեր եմ ուշացում դարձին։ Ներկայումս այդ հաստատուկը ես եկրակայում եթե կարիք լինի կներկայացնեմ, բայց ես սա չի վերաբերում գործի մոդին։ Աղուշարշանի կողմից նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, երբ 2018 թվականի պաշտոնը ստանձնել, Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովը վերջինիս վարչական պատասխանության ենթարկել կրկին անգամ սխալ հայտարարի դրաստելու համար, այսինքն հայտարարում թերացումներ եղել, այնտեղ նշել է գույքեր, որ պատկանում են իրեն, բայց փաստացի չի պատկանել իրեն։ Սա նաև ինչի համար մեջ բերում, որ այս փոխանցության մասով 86 միլիոն 800,000 դրամով որ նշվել է, ևս սա տեխնիկական վրիպակի արդյունք է, եւ այդ օրդերների համադրման արդյունքում կտեսնվի բարձր, որ ամբողջ սահմանով իրականությունն է լրացել, բայց սխալ է լրացել։ Սխալ է լրացել այն առումով պետք է լրացնել ամբողջ գույքը, սակայն լրացել է միայն 10 թվականում։ Սա է, եթե ասել են պատասխան հարգելի դատան։ Պարոն Մարտիրոսյան, դուք ապացույցները բնօրինակով ներկայացրեցիք, իսկ օրինակները, պատճենները հենց որին տրամադրվեց։ Պատճեն չեմ կտրամադրվել սա էլեկտրոնային տարբերակով, եթե հնարավորություն կա, որտեսում բնօրինակ հաստատող պատճենը չկա։ Նախ դատարանի միջնորդությունից ներկայացվեց դրամարկղային մուտքի օրդեր, հաստատողի համարը 15, կազմման ամսաթիվ 2014 թվականի հունվարի 30։ Ներկայացվեց հաշվետվություն համար 1 վերտարությամբ հաստատող բնօրինակով առհաշիվ տրված գումարների մասին 2014 թվականի հունվարի 31 թվակրված։ Երկու փաստաթղթերի վրա էլ առկա են ստորագրություններ, կնիկ եւ ներկայացվեցին նաեւ անդորագրեր, ինչ անդորագրեր են սրանք, ընդ որում կարծես թե որոշները կան, որ անընթեռնելի են, Դրանք գումարներն են, այսինքն ինչ-որ առվել են անդորագրերները։ Լավ, որպեսզի միջնորդությունը հնարավոր լինի քննարկել, բայց պարոն Մարտիրոսյան, արձանագրենք, որ միջնորդություն ներկայացված չէ կարգի պահպանման, որովհետև ապացույցների պատճենները պիտի տրամադրվեն։ Էլեկտրոնային տարբերակով իսկ տրամադրել այսօր էլ եթե Ընտրում հայց որին տրամադրեք ծանոթանալու Տիկին Հարությունյան, կարող են միջնորդությունը քննարկել, թե ոչ այդ հարցին Ընդմիջելու անհրաժեշտություն կա, Տիկին Հարությունյան։ Absolut ոչ հայտնի։ Ներկայացրեք նաև ինձ մեկ դրամարկղային օրդեր, որը փոխադրված է 30/01/2014 թվականի 153,400 դրամի մասով։ Խնդրեմ կպարզաբանեք այս օրդերը ինչու է ներկայացվում, որովհետև այդ դրամի շարքի մասին 2 միլիոն 800,000 դրամ եթե գումարում առնենք, կտենենք, որ դե 2 միլիոն 650,000 դրամի ծախսը կատարվել, 153,000 դրամը դա վերադարձվել է։ Բայց սա տրամադրել է Արուշ Արուշանյան ընկերության, չէ՞, որովհետև մուտքի օրդերը ոչ թե երգի։ Նկատի ունեք, որ հետո լրացուցիչ ամսի 30-ին տրամադրել է 153,000, որովհետև այս ծախսերի կատարումը։ Լրացուցիչ։ Ընդհանրապես այնտեղ է։ Հարգելի դատան, այստեղ պարզապես ես տեսնում եմ, որ կրկին անցի 13-ն է նշված, այսինքն 13/01/2014 թվական, այստեղ էլ է նշված նույն ամսաթիվը, որը իրականում ի սկզբանե մյուս օրդերի վրա էր նշված եւ որի մասով էր դատախազություն վիճակում, որ վերջինս Հայաստանի Հանրապետության սահմաններին չի եղել։ Եվ այս հետո հաշվետվությունները 31/01/2014 թվականին վերաբերում ու նշված են այն ծախսային ուղղությունները պատվապես, որ նպատակով այդ գումարը ծախսվել է, հետևաբար ես կարծում եմ, որ սա չի առնչվում
այն հարցադրմանը, որ բարձրացրել ենք, այսինքն ամեն դեպքում այդ իսկության առումով, որ Հայաստանի Հանրապետություն չի դիտել, այսինքն լրացուցիչ ապացույց չի սա, որովհետև իրական ծախսային ուղղությունների մասին եւ մեկ այլ ամսաթվին տրամադրած գումարի վերաբերյալ հաստատող ապացույց։ Հետևաբար ես կարծում եմ, որ իրական ոչ վերաբերելի է հարգելի դատարան, ժամկետի վերաբերյալ իհարկե աղաղակություն չունեմ, որովհետև մեր միջնորդության հիման վրա է, մեր վիճակման հիման վրա է, որ տրամադրվում է։ Բայց իրականում կարծում եմ, որ վերաբերելի չէ, որովհետև ընդհանրապես ծախսային ուղղություններն են, այդ ամսաթվի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվելու վերաբերյալ ապացույցը լրացուցիչ բարձրաբանում չի պահանջվում։ Եվ մի հարցադրում եմ ինձ հակառակ տալ, այ ասացիք, որ հայտարարում սխալ է նշվել եւ երբ լրացվել է, որ քննեմ դատարանին վերադարձրեք։ Նշեցիք, որ երբ հայտարարի պաշտոնը ստանձնել է, նշել է հայտարարում, որ 86.860.000 դրամ է կազմում փոխհատուցության չափը։ Հետագայում արդեն երբ 2018 թվականի լրացվել է 2017 թվականի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը, նշվել է, որ հունվար ամսին գումարը, որ հանձնել է հունվարի 1-ի դրությամբ 172 միլիոն է։ Հիմա կարող եք հստակեցնել հունվարի 1-ի դրությամբ 2017 թվականին որքան է եղել ընկերությանը հանձնած եւ դեռևս չվերադարձված փոխհատուցության չափը եւ պաշտոնի ստանձնման պահի դրությամբ, այսինքն հոկտեմբերի, այսինքն 19-10-2017 թվականի ապրանքականությունների ստանձնման օրվա դրությամբ, այդ օրվա դրությամբ էլ լրացվել է հայտարարագիրը։ Ընկերությանը հանձնված ու չվերադարձված փոխհատուցության գումարը ի վերջո որքան է եղել, որովհետև նշեցիք, որ անհամապատասխանությունը պայմանավորված է եղել հայտարարագրի սխալ լրացման։ Հիմա որքան է եղել պաշտոնի ստանձնման պահի դրությամբ, հոկտեմբերի եւ հունվարի 1-ի դրությամբ։ Պաշտոնի ստանձնելու օրվա որքան է եղել։ Այո, այդ համարումները, ընդհանուր գումարը, որ հանձնվել է ընկերությանը, դեռևս չի վերադարձվել։ 86.860.000 դրամ հունվարի 1-ի դրությամբ եղել, այսինքն երբ որ պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 14.09.2017 թվական, այսինքն հայտարարագիր լրացնելու փոխհատուցումը տրված եղել է 86.860.000, սա զուտ 2017 թվականի 17 թվականին տրվել է այդքան, ինչև պաշտոն ստանձնել։ Եթե մենք հետ ենք գնում ամբողջ ծավալը 2014 թվականից սկսում ենք գալ, արդեն գումարը կազմում է 287.525.000 դրամ։ Իսկ ընդհանուր տարվա կտրվածքով, այսինքն ընդհանուր 2017 Իմաստը որտեղներս ձեռքից տակ չեմ կարող ստակ ասեմ, բայց մանրամասն սա դերացանի գումարները։ Տեսեք, համապատասխանություն է առաջանում, ու նաև այդ միջնորդության մեջ էլ ես նշել, որովհետև ընդհանուր մոտ 15.5 միլիոնի չափով է նշված է, որ վերադարձ է եղել, այսինքն վերադարձը ընդամենը 19.535.000 դրամ է արձանագրվել հայտարարում, ընդորում երկու հայտարարում է, ու այս առումով հարց առաջանում ի վերջո, պաշտոնի ստանձնման պահի դրությամբ, որովհետև դուք էլ արձանագրեցիք, ինչքան է ամբողջ ժամանակահատվածի համար ընկերությանը տրված ու դեռևս չվերադարձված փոխհատուցության չափը։ Ամբողջ ծավալը ինչքան է եղել։ Ամբողջ, այո։ Ձեր կողմից նշված այս 287 միլիոն հայտարարումի չէ նշված եղել, այս 2026-04-2020 Հայտարարում այսպես է նշված եղել, որ Սա ամբողջ ծավալն է եղել։ Նշվել է, որ փոխհատուցության չափը հունվարի 1-ի դրությամբ 172.700.000 է, որ տարվա ընթացքում հանձնվել է 134.360.000 դրամ, վերադարձը 19.535.000, որ 17 թվականի վերջի դրությամբ չափը կազմում 287.525.000 դրամ մնացորդը։ Բայց եթե համատում ենք այս պաշտոնի ստանձնման պահի դրությամբ հայտարարվի, այստեղ կա հակասություն, որովհետև նշում է, որ հանձնած չվերադարձած չափը 86.860.000, այսինքն ստացվում է, որ մնացած մասը իրականում տրամադրվել է պաշտոնի ստանձնումից հետո, այլ առումով էական, դրա համար եմ ես այդ հարցադրումը բարձրացնում Ոչ պաշտոնի ստանձնումից հետո տրամադրված փոխհատուցումները մուտքի եւ երկի օրդերներ կան, որ գումարները մուտք է եղել։ Որտեղ այս դրա համար ասում ես հարցի պատասխանը կոնկրետ այդ մուտքի եւ երկի օրդերներով կարող ստանալ։ Դրա համար եմ գրել նոր փաստաթղթեր ձեզ ներկայացել, որ դուք էլ ուսումնասիրեք, տեսնեք, որ ես դա բացատրում տեխնիկական վրիպակը թե ինչի արդյունքում է եղել, որ խիա նշվել 14.09.2017 թվականի 86 միլիոն, խիա հետո նշվել 26.04.2018 թվականի 287 միլիոն։ Մեզ այս հանգամանքներն են բացատրում, թե ինչի արդյունքում, ինչը նկատի ունեցել Շարշանք հայտարարել լրացնելուց։ Ես դες նաև տրամադրել եմ, թե այսօր թե դատական տավանը մուտքի եւ երկի օրդերներ ամուսավորով, որը կարելի է ուսումնասիրել։ Հիմա դրանք որտեղ ես էլ նայեմ, ասեմ, ինչքան է տրամադրվել, ինչքան չի տրամադրվել այս բայդրությամբ։ Բայց
հանձնած փոխհատուցումների թիվը։ Ընդհանուր հանրագումարը եղել է 134 միլիոն։ Այդ մուտքի օրդերների ուսումնասիրության երևա, որ վերջի փոխհատուցումը, որ տրամադրվել է, ամսաթիվը 31/10/2017 թվականն է։ Այսինքն փաստացի մինչև պաշտոնավարմանը անցնել է։ Իսկ հայտարարագիրը, որ լրացվել է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 14-ը։ Եվ այստեղ հարգելի դատան ուզում եմ կրկին ուշադրություն հրավիրել իմ կողմից նախկինում բարձր, որ Արուշարժանի կողմից այս հայտարարագիրը լրացնելը եղել է մեծ պրոբլեմ, մեծ խնդիր, որտեղ բազմաթիվ անգամ սխալ է լրացել, բազմաթիվ անգամ բարձրացրել պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ընդունել է սխալ լրացնելու համար։ Նույն այս թվերն է եղել, որ սխալ է լրացվել։ Այնինչ մեր կողմից այս մուտքի եւ ելքի օրդերները համապատասխան բոլոր փաստաթղթեր ներկայացել են, թե դատարանի, թե այսօր ուսումնասիրմանը, որ հավաստի, որ այս գումարները ամբողջովին մուտք են եղել եւ համապատասխանաբար նաեւ արձանագրվել են նաեւ հայտարարել։ 86,860,000 դրամը 17 թվականի 17 թվականի սեպտեմբերի ասացիք հունվարի 1-ից մինչև 10 հունվարի 1-ից մինչև 14/09/2017 թվականը։ Պաշտոնի ստանձնումը տրամադրված փոխհատուցումների ընդհանուր գումարն այո։ Այնտեղ կարող է նաև որոշ շատով հիմա մեր սպաս մաթեմատիկական հաշվարկով որոշ շատով անհամապատասխանություն է նաև կանում, բայց թիվը մոտավոր դեռ է կանում, այս թվին մոտ թիվ է կա, իսկ 134 միլիոնը, որ նկատի ունի այս օրի կողմից հնչեցած, 134 միլիոնը դա ամբողջ տարվա ընթացքում, այսինքն 2018 թվականի ընթացքում տրված փոխհատուցում են, որ վերջի փոխհատուցումը եղել է 31/10/2017 թվականին։ Լավ, իսկ որ ձեր միջնորդության մեջ նշել եք, որ վրիպակ է տեղի ունեցել, տվագրվել է 13/01/2014, այսինքն ինչ պիտի լիներ եւ դա փոխարեն վրիպակային։ Ասեմ, պետք է լիներ ամսի 15-ը, օրինակ, առնվազն, որովհետև 15-ին ըստ սահմանադրումների պատմության վերջերս վերադարձել։ Կարող է նաև եղել է դեպք, ես օրինակ Արուշանյանի խոսելով, ուսմակով եղել է գումարը թողել է միայն մուտքին արել սորը, որտեղ սպանանը հետո եկել եմ ստորագրել, քանի որ վերաբերել անկյունության ներքին շրջանառությանը։ Դες դրա վրա ուշադրություն չեն դարձրել շատ, որովհետև 14 թվականին եւ հանրապետության որևէ ընկերություն Հայաստանի Հանրապետության տարածքում չեմ կարծում որ կգտնվի, որ 13-14 թվականների այս մուտքի եւ ելքի օրդերները պահպանած լինի, բնօրինակ փաստաթղթերով մենք ներկայացնել Հայաստանը դասի անարժանացած փաստաթղթեր։ Հարցեր կար բայց պատասխանը ներկայացնում նշեց, որ իրական հայտարարագիրը սխալներով է լրացվել, դրանով է պայմանավորված այդ երկուսի առումով, ինչին ամեն դեպքում իստով հնչեցված տեղեկատվությունը ևս մեկ անգամ անդորագրերի հետ կհամադրվի, բայց ամեն դեպքում հարգելի դատարան, հաշվի առնելով կողմից արդեն վկայակոչված փաստերը, դատախազությունը շարունակում է վիճակել ներկայացրած այդ չեկերի իսկությունը, ինչպես նաև պայմանագրերի իսկությունը։ Եվ այս առումով ցանկանում հարց ուղղել պատասխանը ներկայացին, արդյոք ակա են լրացուցիչ ապացույցներ, որոնք այդ իսկության վիճակման համատեքստում կարող եք ներկայացնել, մասնապես ամսաթվերի կապված, թե ձեր կողմից ներկայացված ապացույցների ծավալը համարում եք, որ բավարար է եւ այդ առումով նոր ապացույց չեք պատրաստում ներկայացնել։ Տեսեք, փոխհատուցան տրված Գագիկ Արուշյանի կողմից տրված փոխհատուցան մասով 300 միլիոնի չափով ողջունվել է, այդ մասում եք միջնորդություն են ներկայացել, ու գա Գագիկ Արուշյանին հրավիրելու հարցաքննության, ու Գագիկ Արուշյանը գա եւ այդ հանգամանքի վերաբերյալ ցուցմունքները հավաստի իր կողմից տրված փոխհատուցումը եղել է, թե չի եղել։ Սա մեկ։ Իմ համար անհասկանալի է հետևյալ հանգամանքը, ինչ հանգամանքներով անհրաժարվող այս փաստաթղթերը։ Կեղծ են, նոր են կազմվել, այլ մարդկանց կողմից է կազմվել, որ հանգամանքն է այստեղ, որ այսօրի դրդում մտածել, որ սրանք բոլորը անարժանավոր են։ Ամսաթիվի հետ կապված, մենք ասենք լավ պայմանական այդ մի ամսաթիվը վերցնենք, որ տենց է 2,800,000 դրամը չի տրամադրել, չնայած այն հանգամանքները կողմից փաստաթղթեր ներկայացրեցին, որ հիմնավորում էին այդ ծախսը։ Որ մնացած փաստաթղթերը, այս 14 թվականի մնացած 15, 16, 17 թվականի որ փաստաթղթերն է անարժանավորություն տալ, այսինքն եթե մեկը
ճիշտ չի մնացած բոլորը կեղծ է, այս սկզբունքն է գործում, մնացած որ ամսաթվերը դրված է, կնիքը դրված է, անձիկ կան, ով որ ստորագրել են այս փաստերը, մենք կարող ենք դեռ հրավիրել դատանը կարելի է նաև նախաձեռնել հրավիրել այս փաստաթուղթը ստորագրած վարշապային, հրավիրի տեսնի այսպիսի անգամ այսպիսի փաստաթուղթ մուտքի որտեղ կազմվել է, թե չի կազմվել, կարող նշանակենք փորձակնություն որոշելու արկա կնիքների արկա ստորագրությունների վավերացումը, որ հանգամանք դա տալի հասկացի դա, որ այս բոլոր փաստաթղթերը անարժանավատ են։ Այս հանգամը արսիկով պատասխան մնացած հարցերի ես հատկացել սիրով պատասխան։ Դատախազությունը հասկացնանի այլ այդ փաստաթղթերը նոր են կազմվել, հաշվի առնելով դատախազության առաքությունները։ Եվ հաշվի առնելով այն, որ մեկ պայմանագրի դեպքում բնօրինակներ պահանջում ներկայացնել, շատ երկար ժամանակ չի ներկայացվել, այնուհետև նշեցիք, որ հայտնաբերվել է, եւ երկրորդը այս դրամարկային օրդերների դեպքում երբ ապացույց պահանջելու միջնորդությամբ ստացվեցին եւ անհամապատասխանություն տեսնում եք սահմանադրումների պատմության։ Հետևաբար այո, դատախազությունը փորձակնության նշանակման անհրաժեշտություն տեսնում է, բայց այստեղ քանի որ դատավարական կանոններից ելնելով իսկությունը վիճակելուց հետո ցանկանում ենք նաեւ հասկանալ, թե ինչ գործողություններ եք ընդդիմի իրականացնել ապացույցների ձեռքբերման առումով, օրինակ լրացուցիչ վկաներ եւ այլն, եւ փորձակնություն պատրաստում եք փորձակնության նշանակում միջնորդել թե ոչ։ Հակառակ բaragայում ես արդեն հաջորդ դատական նիստին այդ միջնորդությամբ պիտի հանդես գամ արդեն դեռ։ Եթե այսօր այդպիսի միջնորդությամբ հանդեսներ, ես սիրով կմիանամ, քանի որ այս բոլոր փաստաթղթերը ներկայացված են, թվագրված են հենց այն տարեթվով, հենց այն ամսաթվով, որը կազմվել է, այսինքն յուրաքանչյուր համբուրագրի վրա որ ամսաթվի որ դրված է, այդ մեկ տեխնիկական վրիպակ կարող է եկածնի 1-2 օրվա տարբերությամբ, բայց որ փաստաթուղթը կազմվել է այդ տարեթվին 14 թվականին, 15 թվականին, 16, 17 թվականին, դա քննարկումից դուրս է։ Կարող յուրաքանչյուր փորձագետի, յուրաքանչյուր մասնագետի հրավիրել եւ այս հանգամանքները բարձր։ Եվ ավելին ասեմ, այս փաստաթղթերի պարտականություն օրենքով նախատեսված չի, որ կողմը պետք է փայլի, բայց քանի որ ընկերությունը գործում է ամբողջությամբ բացահայտ, ստվերային գործունեություն չի, փաստաթղթերը ամբողջությամբ ծավալով փայլա, որ այսպես 5 տարվա շրջանառություն կա, 5 տարի հետո կարող են այս փաստաթղթերը ոչնչացնել։ Հիմա պահել են բերել ներկայացնում են, ասում եք գիտեք ինչքա սա կերծա, մենք սրան չենք հավատում, որտեղ մի ամսաթիվը չի դնում։ Մի քիչ իմ կարծիքով պետք է ողջունության սահման, ինչ նպատակ ունեցել Արուշ Արուշանյան կողմից կերծելու իր ընկերության գումարներ մուտքաները։ Նպատակը որն է, ոչ պաշտպանական անձերը, ոչ պաշտպանի ձգտողը, ոչ հայրենի պաշտպանական անձերը, ոչ շրջապատումը պաշտպանական անձերը, զբաղվել են ընդհանուր բիզնեսով։ Նպատակը որն է կերծելու փաստաթուղթ, որ ներկա։ Այս նպատակը տրամաբանության տրամաբանական շրջան է շրջանում։ Եթե կասկածում խնդրեմ, նշանակենք փորձակցություն, թող փորձագետը կա այս հարցերի պատասխանը տրամադրի։ Որ տեսեք, այս փոխհատուցումները Գագիկ Ավշանյանի կողմից է ստորագրված, ժամանակին է ստորագրված, Արուշ Արուշյանը որ դրամարկա մուտք արել։ Ուղղակի այս դատարկություն անհատած է ստեղծելով ու տալու ևս տարիներ տևի։ Բայց մենք որևէ խնդիր չունենք, մենք ասում, եթե այսօր կողմը ներկայացնի պատասխան միջնորդություն, արդեն մենք ունենք դիրքորոշումը կհայտնենք։ Այս պայմանությամբ, եթե դուք այլ ապացույցներ պետք է ներկայացնեք այլ միջնորդություն, դա նաև քննարկում, որովհետև ընթացքում այս մուտքի հետ կներեք հասարակական, այս մուտքի հետ ելքի օրդերները խենք մենք ներկայացնեմ, որտեղ այսօր բերեց ինչ-որ փաստաթղթեր, որ կասկածի տակ դրեց ծագումնաբանությունը այս գումարների։ Մենք անպատասխան դրա հիման վրա անպատասխան փաստաթղթեր։ Եվ այդ այսօր որևէ փաստաթուղթ ցանկանա, որ ինչ-որ հանգամանք կասկածի տակ դրում, մենք ևս այդ հանգամանք փորձենք ելքել։ Ինչպես եկեցին անցած բոլոր փաստաթղթերը ներկայացնելու։ Լավ, իսկ փոխհատուցության պայմանագրի հետ կապված դուք նշեցիք իսկության վիճակման հետ կապված ասացիք, որ այլ լրացուցիչ որպես ապացույց դուք կարող եք միջնորդել վկա որպես հրավիրել պատասխանողի հորը, ճիշտ է, իսկ պայմանագիրը Մենք միջնորդել ենք, որքան նշում ես դատական նիստերի ընթացքում վկայի միջնորդություն կար ու որոշում կայացվել է։ Գագիկ Ավշանյանը, որ փոխհատուցության տրամադրման հետ կապված, Գագիկ Ավշանյանը գա է դատանում։ Նաև այնտեղ մենք միջնորդության բանի ներկայացրել են առանց ընկերության հաշվապահին իր պատասխանատու, որը նույն միջնորդությամբ է ներկայացրել, որը ևս դատարանի կողմից բավարարվել է։ Շատ հայցվորին հարցունը, Տիկին Հարությունյանը, կապված կազմման ամսաթվի հետ 13/01/2014 թվագրված մեկ օրդեր կա մուտքի, հիմա մյուսները դուք որ ուսումնասիրել եք կա, որևէ այլ մուտքի կամ ելքի օրդեր, որը
2013-ից 13 թվականի դեկտեմբերի 22-ից 14 թվականի հունվարի 15-ը հարգելի դատարան ոչ, բայց միայն այդ մի դեպքում դատախազությունը եզրահանգում է, որ դա վկայում է այն մասին, որ փաստաթղթերը նոր են կազմվել, այսինքն ելնելով ներկայացված միջնորդության բովանդակությունից եւ այդ առումով որոշակի վրիպում է եղել եւ թվագրվել է մի ամսաթիվ եւ պատասխանողը սահմաններից դուրս է գտնվել։ Լավ, իսկ փորձաքննության նշանակման հետ կապված է եւ պատասխանողը փաստարկ նշեց, որ դուք կարող եք միջնորդել եւ վերջինս էլ կմիանա միջնորդությամբ։ Հիմա նախ միջնորդություն ինչու հիմա չի ներկայացվում, նկատի ունենալով, որ այս օրդերները որպես ապացույց բավականին վաղ արդեն գործի ընթերում եղել են, այսօր չի որ ներկայացվում։ Զուտ դատավարական տեսանկյունից հարցեր ինձ համար ասում իսկության միջնորդության քննարկման երբ իսկության վիճակման եւ առհասարակ 76-րդ հոդվածի կանոնների համաձայն եւ իսկությունը վիճակվում է որոշակի ժամկետ է տրամադրում պատասխանողի ներկայացուցիչի, որպեսզի վերջինս ներկայացնի համապատասխան ապացույցներ, որովհետեւ երկրորդ մասի համաձայն գրավոր փաստաթղթի իսկությունը վիճակելու դեպքում ապացույց ներկայացնողը նախ պետք է ապացուցի դրա իսկական լինելը եւ բացառությունը ընդհանրապես երրորդ մասով նախատեսված ինքը դա պետական տեղական ինքնակառավարման մարմնից ներկայացված փաստաթղթերի իսկության վիճակման մասին է։ Դա է պատճառը, այսինքն զուտ միջնորդության ելքը ինձ համար հայտնի չէ եւ այդ առումով արդյոք պատասխանողին պիտի տրամադրվի լրացուցիչ ժամկետ, որովհետեւ վերջինս էլ նշեց, որ փորձարկություն ներկայացնելու մասով նշանակելու մասին խնդիր չի տեսնում։ Եվ ըստ 76-րդ հոդվածի երկրորդ մասի այդ միջնորդությունը հենց պատասխանողի ներկայացուցիչի ինքնարկման պիտի ներկայացնի։ Եթե վերջինս հայտարարի, որ չի պատրաստվում ներկայացնել, այդ դեպքում միանշանակ դատախազությունը կներկայացնի այդ միջնորդությունը, որը հենց վաղ օրինակ կարող է դատական նիստը հրավիրվել, ինձ մոտ պարզապես հիմա տված վիճակում չկա, որ գրավոր պիտի ներկայացվի։ Բայց ուտ այս դատավարական հարցերը առաջարկում եմ քննարկենք, որից հետո եթե արձանագրվի, որ պատասխանողի ներկայացուցիչ չի միջնորդել փորձարկության նշանակման մասով, դատախազությունը միջնորդել։ Լավ, դուք Մենք միջնորդենք մեր ներկայացած փաստաթղթերը փորձարկության հետևողները ճիշտ ժամանակի Իսկության վիճակման կանոնը այդ մասին է։ Ինչու միջնորդելու սա, քանի որ այս փաստաթղթերը մեր կողմից որ ներկայացվել է, թվագրված է այն ամսաթվով, այն ժամանակով, այն տարեթվով, որը առկա է օրդերների վրա։ Այսինքն մենք մենք բերենք ապացույց ներկայացնենք եւ մենք բերենք ապացույցը կասկածի տակ դնենք։ Ոչ, ես այդպեսի միջնորդության հանդես չեմ գալու, միանշանակ, եթե դուք գտնում եք, որ սա կասկածելի է, խնդրեմ, ներկայացրեք ձեր միջնորդությունը։ Ես ասում ձեզ կմիանա, բայց ես իմ կողմից չեմ միջնորդելու այս ապացույցը փորձարկության ենթարկել եւ ասել, տեսեք, որ ես հաստատ այսինքն ես թողնում եմ ձեր հայցողությանը, քանի որ մենք վստահաբար այս փաստաթղթերի շուն ներկայացել ենք, ես կեղծ փաստաթուղթ չեմ ներկայացել, դա մեկ, եթե ես կեղծ փաստաթուղթ ներկայացնեմ դատարան, դա նշանակում է ես կեղծ ապացույց եմ ներկայացնում, ու դրա համար նաև կա օրենքով սահմանված պատասխանատվություն, որը ես լավ քաշ գիտակցում, հաշվի առնելով նաև իմ մասնագիտացումը։ Երկրորդ, սա այն փաստաթղթ, որը բնօրինակ է։ Անդրադառնալով այն փաստին, որ այսօր պնդում է, որ իբրև այս փաստաթղթերը կազմվել են նոր եւ վրիպակա, այսպես ասած, տեղի ունեցել եւ նշվել է 10 ակտիվը, իսկ այդ 10 ակտիվը սահմանադրումներով երևում որ Ալշարշանը երկրից բացակայում է, տպավորություն է, որ Ալշարշանը կյանքում ընդհանրապես մեկ անգամ է բացակայել երկրից, Հայաստանի Հանրապետության տարածքից եւ այդ ժամանակահատվածում մենք էլ վրիպել ենք։ Ալշարշանը նաև սահմանադրման պատմությունը պետք է տեսնենք, որ ալի բազմաթիվ նոր էլ է Հայաստան վերադարձել արտասահման վերադարձել։ Ամեն տարի բացակայել է եւ ամեն տարվա այդ բացակայությունները մենք իբրև թե հաշվի ենք առել եւ սիրունես տվերը նկարել ենք, որ Հայաստանում չենք, այդ մեկը չենք նկատել։ Դες չի դնում։ Սա իմ կողմից նշված սա զուտ տեխնիկական վրիպակը 60 հատ ներկայացված օրդերներից մեկը կարող վրիպակ լինի։ Քանի որ սա վերաբերել է անկերության ներքին փաստաթղթաշրջան եւ նպատակ չկա անկերության հիմնադրի կողմից կերտելու ամսաթիվը։ Այլ երբ որ նպատակը կամ իմաստներից բացատրվի կամ ինչ ողջամիտ նպատակ պետք է հետապնդի Արուշարշան իր անկերության գումարտալ եւ կերտ ամսաթիվ նշի 10 հատ, ուրեմն կարող է նաև sense լինի։ Իսկ նպատակ չի եղել։ Իսկ այս փաստաթղթերը դուք միջնորդել գտնում եք ուսանկերության, խնդրեմ, նշանակեք փորձամիջոցներ դատան որոշակ, նշանակի փորձակցություն, թե չնշանակի, եթե փորձակցություն կնշանակի, то մարդկանց փորձագետը որոշի սա երկու կազմում է այս փաստաթղթերը։ Այդքան մենք վստահ ենք, այսպես փաստաթղթերը շարունակում։ Տանիդ է, ամենից հատուկ պատասխանատու
բավարար է, այսինքն դատանից անդրադառնության հաջորդ հերթական նիստին ցանկացած օր արտերի դատան, եթե նիստի համախմբում չլինի, կխնդրեմ նիստի նշանակել երկրորդ ներկայացվի միջնորդությունը։ Հասկանալի։ Լավ, գործի քննության հետաձգման կապված առողջություն չկան։ Լավ, իսկ նիստով ներկայացված գրավոր ապացույց թույլատրելու եւ ապացույց թույլատրելու միջնորդության հետ կապված դուք նշեցիք վերաբերելիությանը։ Այո, հարգելի իսկ կարծում որ վերաբերելի չէ։ Թույլատրելիության կապված կարծում եմ քիչ կապված ժամկետի հետ եւս պարզապես վերաբերելիության խնդիր կա, որովհետեւ մեկ գումարի մասին է փոխանցման, որը առհասարակ քննարկման առարկա չի դարձել եւ թե ուղղություններն են նշված ծախսային, որոնցով է փոխհարություն ուղղվել է, բնորոշվել է, այլ ամսաթվի վերաբերյալ դրավ չկա։ Նախ դատարանը արձանագրի, որ հայցվորի միջնորդությունը պնդվեց գրավոր ապացույց թույլատրելու սահմանահատումների պատմության քաղվածքի մասին է խոսքը, ուրեմն միջնորդության դեմ առարկություն չկար, միջնորդությունը բավարարվում է, գրավոր ապացույցը կհետազոտվի դատաքննության փուլում, պատասխանողի ներկայացրած գրավոր ապացույցներ թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննարկեց հայցվորի համաձայնությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու, ուրեմն ժամկետը վերականգնելու միջնորդություններ պարունակում, միջնորդությունը բավարարվում է եւ գրավոր ապացույցները թույլատրվում են, կկցվեն գործի նյութերին, դրանք կհետազոտվեն դատաքննության փուլում, կգնահատի դատարան եզրափակիչ դատական ակտով եւ հայցվորի գործի քննությունը հետաձգելու ժամանակ տրամադրելու փորձակնություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու միջնորդության բավարարման արդյունքում գործի քննությունը հետաձգվում է ևս մեկ նախնական դատական նիստով, բայց մինչև օրը ժամը հաջորդ նիստի համաձայնեցնելը մի հստակեցում անենք Տիկին Հարությունյան, փաստորեն սահմանադրական դատարանի որոշման համատեքստում ձեր հայցում փոփոխություն չէր կատարվել։ Ասենտակից ոչ, որովհետև այն հարցադրումներ քննարկվում, թե հայտարարում նշված դրամական միջոցները, այն հետագած փոխանցում տրամադրվել է վերջինիս կողմից պատասխանատու կողմից առաջ, թե հետո։ Եվ այս հարցադրման համատեքստում էր, որ դատախազությունը նշել է, որ էական նշանակություն ունի այդ թեմ սահմանադրական դատարանի որոշման համատեքստում, պահանջվել էր ապացույցը եւ հետագայում իսկության դեպքի ենք տեսնում։ Այսինքն այն պարագայում, երբ դեռևս ապացույցների իսկության հարցը առկախ է, դատախազությունը չի միջնորդի հայցի հիմքի եւ արտակայի փոփոխության կատարել։ Հաջորդ նիստի օրը եւ ժամն է համաձայնեցվում։ Թեև հայցվորի ներկայացուցիչը սահման ժամկետ խնդրեց, բայց դատարանը նկատի ունենալով արդեն իսկ այլ դատական նիստերով իր ծանրաբեռնվածությունը հերթական հնարավոր օրը կդիտարկի պարզապես դեկտեմբերի 25-ին 25 ժամը 12-ին։ Հարգելի ներկայացուցիչ, այս ժամին նիստին։ Ես հիշում եմ։ Կարող եմ առաջարկել դեկտեմբերի 30 ժամը 12։ Եթե կարողանաք ներկայանալ, ձեզ հարմար է։ Լավ, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 30-ին ժամը 12-ին համարվում է պատժեր սանձված, նիստը հայտարարվում փակված։ Հաջողություն